Շնորհակալ եմ ինձ կրկին հյուրընկալելու համար այս հարթակում։ Եթե կհիշեք, մենք նախորդ տարվա վերջ կատարեցինք օրենսդրական փոփոխություններ, քաղաքացիական օրենսգրքում որոշակի լրացումներ արեցինք, որով ամրագրեցինք, որ այսուհետ այն պահից սկսած, երբ որ կառավարությունը կհաստատի պայմանագրերի օրինակելի տիպային ձևերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե կկնքեն եռակողմ խառը պայմանագրեր, այսինքն առաջնային շուկայից կառուցվող անշարժ գույքից գնելու իրավունք եւ հիփոթեքի, զուգորդմամբ, ինչպես նաեւ արդեն իսկ կառուցված անշարժ գույք գնելու դեպքում, ելի եթե խոսքը գնում է հիփոթեքի զուգորդմամբ պայմանագրերի մասին, հնարավորություն կունենան կնքելու on-line էլեկտրոնային հարթակում, կադաստրի կոմիտեի կողմից ներդրված էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում, եւ այս գործընթացը հնարավոր կլինի իրականացնել սկզբից մինչեւ վերջ առանց նոտարական վավերացման էլեկտրոնային եղանակով։ Օրենքը ընդունվեց նախորդ տարվա դեկտեմբեր ամսին եւ դրանից հետո կային որոշակի գործողություններ իրականացնելու կապված թե կառավարության որոշման մշակման, շրջանառման եւ ընդունման եւ թե էլեկտրոնային հարթակում համապատասխան տեխնիկական ապահովման հետ կապված։ Մենք նախորդ շաբաթ կառավարության նիստին ներկայացրեցինք, զեկուցեցինք արդեն իսկ կառավարության որոշման նախագիծը, որով լրացում էր կատարվում մի կառավարության որոշման մեջ, որտեղ արդեն իսկ կան սահմանված որոշակի պայմանագրերի օրինակելի տիպային ձևեր, որոնք կնքելիս քաղաքացիները նոտարական վավերացման պահանջ չունեն, այսինքն կարող են կնքել ուղղակի երկկողմանի կամ եռակողմ առանց նոտարական վավերացման, եւ այս պայմանագրերի շարքում ավելացավ, լրացվեց նաեւ անշարժ գույք գնելու եւ հիփոթեքի խառը պայմանագրերի օրինակելի ձևը, ինչպես նաեւ կառուցապատողից, այսինքն դեռևս առաջնային շուկայից, ենթադրենք կառուցապատողը արդեն շենքը կառուցել է, ավարտել է եւ հենց ինքը կառուցապատողը ցանկանում է գույքը վաճառել եւ այդ դեպքում եւս սահմանեցինք մի օրինակելի պայմանագրի տիպային ձև, որը ստորագրելիս նոտարական վավերացումը այլևս պարտադիր պահանջ չի լինի։ Սա կցանկանամ շեշտեմ, որ զուտ հնարավորություն է, այսինքն իրավունք է, հետևաբար նոտարական վավերացմամբ կնքվող գործարքները շարունակում են ունենալ իրավական կարգավորումներ, շարունակում են իրավական ուժ ունենալ օրենսդրությամբ, սակայն եթե քաղաքացիները եւ գործարքի մյուս կողմերը, այսինքն դրանք են բանկ, հարկային կազմակերպություն, որը վարկավորում է տրամադրում, եւ կառուցապատող, օտարող որպես մյուս կողմից, եթե կցանկանան առանց նոտարական վավերացման գործարք կնքել, հնարավորություն կունենան մուտք գործելու էլեկտրոնային համակարգ, այնտեղ ստորագրելու պայմանագիրը եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դիմապետական գրանցման արդեն կադաստրի կոմիտե։